Ինչ միջավայրում են գործում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Հայաստանում, հրապարակվել են ՔՀԿ չափիչ գործիքի ուսումնասիրության արդյունքները։ Գործիքը բաղկացած է 11 ոլորտի ցուցանիշներից՝ միավորումների, խոսքի, խաղաղ հավաքների ազատություն, հավասար վերաբերմունք, ֆինանսավորման մատչելիություն, որոշումների ընդունման գործընթացում մասնակցություն, մասնավոր կյանքի և թվային իրավունքներ, պետության կողմից պաշտպանության պարտականություն, պետական աջակցություն, պետություն ՔՀԿ գործակցություն։ Նախորդ տարվա համեմատ գնահատականները գրեթե անփոփոխ են, որոշակի վատթարացում է արձանագրվել խոսքի ազատության, մասնավոր կյանքի և թվային ոլորտներում։ Դա հիմնականում կապված է հավանաբար քաղաքական բևեռացված մթնոլորտի հետ, նախընտրական տարի է և տեսնում ենք, որ տարբեր քաղաքական ուժեր և հենց լրատվամիջոցները իրենք էլ քաղաքականացված են։ Դրական բարելավում է արձանագրվել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ պետություն գործակցության ոլորտում։ Անցյալ տարվա դեկտեմբերի վարչապետի որոշմամբ այս տարի ստեղծվեց վարչապետի աշխատակազմում մասնակցային և բաց կառավարման հարցերով վարչությունը, որը կարծես թե ավելի համակարգային ձևով է զբաղվելու քաղաքասարակության հետ համագործակցության հարցերով, ուստի դա դիտարկում ենք որպես բարելավում, նաև որոշակի որոշումներ ունենք այս տարի կառավարության և վարչապետի կողմից ընդունված, որտեղ օրինակ ֆիքսում է հասարակական խորհուրդների դերը, յուրաքանչյուր նախարարությունում ռազմավարությունների քաղաքականությունների պարտադիր քննարկումը հասարակական խորհուրդների հետ, մինչև դրանց արդեն հանրային տարածումը։ Ունենք նաև ռազմավարական կառավարման աշխատակարգ ընդունված, որտեղ ևս արձանագրվում է, որ ցանկացած ռազմավարության բոլոր փուլերում պետք է շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ լինեն։ Քաղաքասարակություն-պետություն կապի ամրապնդմանը նպաստում է վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչությունը, որի գործառույթներից է նաև կառավարություն-հանրություն երկխոսության և գործակցության մեխանիզմների ստեղծումն ու զարգացումը, հանրային մասնակցության խթանումը։ Համագործակցության վերլուծությունների տվյալների հիման վրա մենք մեկնարկել ենք, վերանայել ենք նաև հանրային մասնակցության գործիքները։ Օրինակ, որոշ նախարարություններ հայտարարել են հասարակական խորհուրդների ձևավորման մասին։ Հասարակական խորհուրդները նոր չէին, 15 թվականից մենք ունենք մեկնարկած, սակայն մեր վերլուծությունները և կառավարության, և այս CSO-մետրի շրջանակներում և առանձին քաղաքասարակության գործընկերների կողմից իրականացած վերլուծությունները ցույց էին տալիս, որ դրանք շատ ֆորմալ էին։ Ուսումնասիրությունը կատարվել է Եվրամիության ֆինանսավորմամբ, ՔՀԿ չափիչն իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրում։ Ծրագրի նպատակը քաղաքասարակության համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է։ Բրիր Մկրտչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։